Ազգային ժողովի իշխանական թևը հիմա էլ զարմանում է, սակայն միևնույն ժամանակ ողջունում, որ ընդդիմադիրները լիովին ու ամբողջությամբ ընդունել են ՔՊԱ-ականների պատկերացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Կատարելապես մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ։ Ներսի խնդիրներից մեկը կոռուպցիային է վերաբերում։ Ազգային ժողովի պատգամավորական երկու բևեռները մեկը մյուսին են մեղադրում։ Հիմա ով է կոռուպցիայի մեջ շատ դաթախված ընդդիմությունը թե իշխանությունը։ Ակնհայտ է, որ ինչպես դուք եք սիրում ասել, դիվահարվում եք, երբ որ կոռուպցիայի մասին է խոսք գնում։ Անհասկանալի է իսկապես, երբ որ պարզ հարց, երբ որ հնչում է ինչ եք անում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ, նման բուրըն արձագանք է ստալիչում լինում ավելին, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը այս ամբիոնից հրապարակային հայտարարում է եւ նաեւ կրկնում են մի շարք պատգամավորներ, որ գյուղը գնում է, պահանջում են նախագաներին նստեցնել։ Անկեղծ ասած, այստեղ նստած եւ ոչ մենակ այստեղ նստած, նաեւ ստեից դուրս այդ երևույթներից հետո քաղաքացիները իզնից էլ պահանջում են, թե ինչու օրինակ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում Բարսագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պահանջը դնելու եւ պարբերաբար այդպիսի պահանջով առաջնորդվելու համար։ Իշխանական թևը Արծվիկ Մինասյանին էլ մեղադրում է կոռուպցիոն գործարքների մեջ, ՔՊԱ-ականները վկայակոչում են Մինասյանի 2016-ի մեքենան։ Կամ եթե այն գույքերը, որոնք որ հայտարարել եք, որ ապօրինի են ժողովուրդ եւ վերադարձնում են ձեզ, վերադարձնում են ժողովրդին, ժողովուրդը դրանից քոր կոպեկ ստացել է։ Ուր են այդ գույքերը։ Մինասյանը առաջարկեց գնալ Արշակունյաց եւ Տիգրան Մեծ պողոտաներ տեսնելու, թե ովքեր են դարձել մեծահարուստներ։ Իշխանապողությունից հետո պարզ կլինի շատ ավելի մեծ ծավալներով, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանություններից եւ նրանց հետ աֆիլացված անձանցից քանիսը կա։ Դա անպայման կբացահայտվի, իհարկե կբացահայտվի։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց կենքան հոդված են վրեն գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամնի այդ տունը ինչ ասեմ ասենք։ ՔՊԱ-ական պատգամավորը կրկին կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետությանն անդրադարձավ։ Ձեր առածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղումը, որովհետև այդ process-ը օրինակ ոնց է տեղի ունենում։ Բոլորով հավաքվում եք, բոլորով անխտիր, օրինակ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք, եկեք գնանք բանում, սահմանադրական դատարանում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք, որ սահմանադրական դատարան չեղարկի այս օրենքը։ Մինասյանն էլ արձագանքելով ՔՊԱ-ական պատգամավորներին հայտնեց, թե ապօրինի գույքը պետք է իրավունքի ուժով բռնագանձվի։ Մինասյանի ձևակերպումն այսպիսին էր՝ ապօրինի գույքի բռնագանձումը պետք է ոչ թե անցյալ ժամանակով դիտարկել, այլ անցյալ կատարյալով։